Ողջույն սիրելի հետևորդներ, այսօր ձեզ հետ ուզում եմ խոսել մի հետաքրքիր թեմայի մասին։ Մեկնաբանությունների բաժնում վերջերս առավել շատ հանդիպում եմ հետևյալ տեքստով մեկնաբանությունների, որ լավ է, որ ապրանքի գինը էժանանում է, կարողանում ենք գնել, վատ է, որ գյուղացին թանկ է ծախում, ինչի է թանկ ծախում։ Մի քանիսն էլ գրել էին, լավ է, որ ճանապարհները փակվել են, դե թող գյուղացին իր ապրանքը թանկ վաճառի, տեսնենք ում է վաճառելու, թափեն, բայց չեն տա ոչ մեկին։ Ուզում եմ ձեզ մի բան հիշեցնել, սիրելի հետևորդներ։ Մենք գյուղացիներս, եթե ձեզ մոտ տարին 12 ամիս է, մեզ մոտ գյուղում շատերը, այսպես ասած, ասում են տարին 13 ամիս է, ինչի համար են ասում, որտեղ դեկտեմբեր ամսից սկսած գյուղում սկսվում են արդեն ակտիվ գյուղատնտեսական աշխատանքները, ու կապ չունի, որ դրսում ձյուն է, կապ չունի, որ դրսում -20 աստիճան է, գյուղացին սկսում է իր գյուղի աշխատանքը։ Ինչ է անում դեկտեմբեր ամսին, երբ որ մարդկանց մեծ մասը իրենց տները տաքացնելու խնդիր ունի, գյուղացին սկսում է վարկեր վերցնել ու այդ վարկերով փորձում է բանջարեղեն աճեցնել, սկսում է ծլեցման պրոցեսը, որոշ բանջարեղենների ծլեցումից մինչև պտղի հասունանալը մոտավորապես 180 օր է կազմում։ Ուրեմն դուք տեսեք ձեր հաշվարկը, սիրելի հետևորդներ, թե որքան ժամանակ է պահանջվում, օրինակ լոլիկի մշակման համար, եւ որքան ժամանակ հետո են մարդիկ կարողանում իրենց ներդրումները ստանալ, եթե իհարկե ստանում են, եթե իհարկե հնարավոր է լինում դա ստանալ։ Երբ որ քաղաքում ապրող մարդիկ կամ այն մարդիկ, առհասարակ այն մարդիկ, ովքեր որ հող չեն մշակում, կապ չունի գյուղում են ապրում, թե քաղաքում են ապրում, առհասարակ հող չեն մշակում ու չգիտեն դրա դժվարությունները, հեշտությամբ են խոսում այդ մասին, դրանով իսկ վիրավորում են ֆերմերներին, գյուղացիներին։ Ուզում եմ խնդրել ձեզ, որ հաշվի առնեք նաև այդ փաստը, որովհետև միշտ չէ, որ կանաչին կարելի է մշակել 10-20 օրում, 40 օրում, կամ չի լինում այնպես, որ պոմիդորը օրերը տաքացան, ուրեմն վերջ, մի ամսվա ընթացքում պոմիդորը պետք է ծլեցնել, աճեցնել ու արդեն հանել շուկա, այդպես չի լինում։ Ցանկացած մշակաբույս ունի իր ծլեցումից մինչև շուկա դուրս գալու, այսպես ասած, մինչև վերքի պատրաստ լինելու ժամանակահատվածը։ Դուք այդ ժամանակը չեք տեսնում, դուք չեք տեսնում ձմռան ամիսներին քանի միլիոններով մարդիկ գազ են վառում, որպեսզի կարողանան բանջարեղենի ժամանակին հանեն ու հասցնեն շուկա, որ կարողանան իրենց վարկերը, պարտքերը, այսպես ասած, կարողանան վճարել։ Ուստի խնդրում եմ ձեզ, երբ որ նման մեկնաբանություններ եք գրում, գոնե մեկ-մեկ հաշվի առեք, թե մարդիկ ինչ չարչարանք են գրում։ Ձմեռվա ցրտին, երբ որ դուք ձեր տանը նստած ուղղակի վայելում եք ձեր հանգիստը, գյուղացին աշխատում է։ Չի նայում ոչ ցրտին, չի նայում ոչ եղանակին, եթե հունվար ամսին պետք է կանանչի հանի, այդ կանանչին լրանում է այսպես, աղբյուրի ջրի տակ, ու կապ չունի, որ շատ ցուրտ եղանակ է, ու կապ չունի, որ աղբյուրից կարող են սառույցներ կախված լինել, որովհետև ինքը դրանով է ապրում ու դրանով է կերակրում իր ընտանիքը։ Ուստի խնդրում եմ ձեզ մի քիչ ձեր մեկնաբանություններում ավելի զուսպ գտնվել։ Ես կփորձեմ նման տեսանյութեր մի փոքր հաճախ նկարել, որպեսզի դուք հասկանաք ինչ դժվարություններ են։ Այնպես չի, որ շատերը մտածում են, թե հա սերմը ցանեցի ու վերջ, սերմը ցանելուց անմիջապես հետո երկու անգամ լավ ջրեցիր, արդեն բերքը պատրաստ է, հանում եք շուկա ու թանկ եք վաճառում, բայց ոչ մեկ չի պատկերացնում, որ բերքը մինչև շուկա դուրս գալը ամիսներ են պահանջվում։ Մարդիկ բերում են շատ հաճախ լրացուցիչ աշխատուժ, որպեսզի կարողանան իրենց բերքը ժամանակին ստանալ, որպեսզի խոտերը մաքրեն, պարարտացումներ են տալիս, ռիսկումներ են տալիս հիվանդությունների դեմ, այդ ամբողջը գումար աճի, սիրելի հետևորդներ, եւ երբ մարդը հաշվարկում է իր ներդրումը ու ստացած եկամուտները, այստեղ տեսնում է, թե ինչ տարբերություն կա։ Այսքան է ուզում խոսել ձեզ հետ, լավ մնացեք։